Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում իմ թեկնածությունը առաջադրելու համար։ Սա չափազանց մեծ պատիվ է, մեծ պատասխանատվություն է, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես ըստ էության Հայաստանի ազգային ժողովում հեղափոխությունից հետո երևի պարոն Հասանովի հետ այն երկու պատգամավորներից մեկն եմ, որ առանց որևէ ընդհատումների եղել է 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ գումարման խորհրդարանների պատգամավոր եւ ես ինձ համարում եմ համոզված խորհրդարանական եւ շատ բարձր եմ գնահատում իմ թիմի առաջադրումը ինձ այս կարևոր եւ պատասխանատու պաշտոնում։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները բացառիկ էին այն բանով, որ սա առաջին ընտրությունն էր Հայաստանի առաջին համապետական ընտրությունն էր անկախ Հայաստանի պատմության մեջ, երբ մենք ընտրությունները անցկացնում էինք խաղաղության պայմաններում։ Եվ մեր գլխավոր ուղերձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հետևյալն էր. Տեր կանգնիր խաղաղությանը։ Որովհետև մենք շատ լավ գիտակցում էինք, որ ժողովրդի քվեարկությունից է կախված խաղաղությունը, ժողովրդի քվեարկությունից է կախված ինքնիշխանությունը, ժողովրդի քվեարկությունից է կախված պետականությունը եւ ժողովրդի քվեարկությունից է կախված նաեւ սեփական իշխանության պաշտպանությունը։ Հատկապես հեղափոխությունից հետո մենք բազմաթիվ դժվարին փորձությունների միջով անցնելուց, հատկապես 44-օրյա պատերազմի արհավիրքների միջով անցնելուց հետո բազմիցս ականատեսն ենք եղել այն իրավիճակներին, երբ որ փորձ է արվել Հայաստանի Հանրապետությունում խլել ժողովրդի իշխանությունը։ Ընդ որում շատ հաճախ դա փորձ է արվել անել հակասահմանադրական ճանապարհով։ Ես հիշում եմ, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ որ ընդդիմությունը դուրս էր եկել փողոց, նրանք մեզանից չէին պահանջում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Նրանք մեզ ասում էին՝ դուք ունենալով քաղաքացիների մանդատը, պիտի վարչապետ ընտրեք մեր թեկնածուին, որը ոչ մի կապ չուներ այդ մանդատի հետ։ Ասում էին Նիկոլ Փաշինյանը պիտի հրաժարական տա, եւ դուք պետքա վարչապետ ընտրեք Վազգեն Մանուկյանին, հիշում եք։ Մենք ասում ենք, չէ, բայց ժողովուրդ ջան, բա ժողովրդի կամքը, բա ժողովրդավարությունը, բա մանդատը։ Ասում են, չէ, ինչ մանդատ, որովհետեւ նույնիսկ պատերազմից հետո ես կարծում եմ, որ ընդդիմությունը շատ լավ էր գիտակցում, որ ժողովուրդը միևնույնն է իր մանդատը քաղաքացիական պայմանագիր կուսակցության հանդեպ պահել է պատերազմի արհավիրքները նույնիսկ հասկանալով, որովհետև մարդիկ թացը չորից հիանալի տարբերում են։ Եվ մենք գնացինք 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Հայաստանում քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվեց, ձևավորվեց 8-րդ գումարման ազգային ժողովը, որտեղ ներգրավեցին 3 խմբակցություններ, բայց ցավոք սրտի 8-րդ գումարման ազգային ժողովը ինստիտուցիոնալ տեսանկյունից չկարողացավ լինել այն օրենսդիր մարմինը, որի նկատմամբ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պիտի որ ունենա իր ակնկալիքները եւ ցանկությունները։ Օրենսդիր մարմին, որը կգա եւ կզբաղվի ամենօրյա օրինաստեղծ աշխատանքով եւ չի զբաղվի ամենօրյա էգզիստենցիալ գոյաբանական խնդիրների վերաբերյալ քննարկումներով, գզվրտոցներով, պատերազմներով եւ այլն։ Խորհրդարանական մակարդակում պատերազմներով։ Եվ ես կարծում եմ, որ բոլորի տաշկի առջև է եղել 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքները, եւ ես կարծում եմ, որ այդ աշխատանքների բնույթից էր կախված նաեւ այն փաստը, որ 8-րդ գումարման խորհրդարանը ցավոք սրտի տարբեր հարցումներով պետական ինստիտուտների մեջ ուներ ամենացածր վստահություններից մեկը։ Չնայած դրանում կային նաեւ օբյեկտիվ պատճառներ։ Հետպատերազմյան խորհրդարան էր, որը անընդհատ գտնվում էր տուրբուլենտությունների մեջ։ Եվ այս պայմաններում գնալով 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններին, տեր կանգնիր խաղաղություն ուղերձով, ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը եւ ժողովուրդը տեր կանգնեց սեփական իշխանությանը, որովհետեւ նախորդիվ տասնամյակների ժամանակաշրջանում խաղաղություն չէր եղել, որովհետեւ
չէր եղել ժողովրդի իշխանություն։ Եվ այն իշխանությունը, որը որ չուներ ժողովրդի մանդատը, չէր կարողանում նաև իրագործել ժողովրդի ուղերձը, որովհետև ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ամենուր, ամենտեղ, բոլոր առիթների, ծնունդների, կնունքների, բոլոր առիթների ժամանակ ասում էին անփորձանք, ասում էին խաղաղություն։ Մարդիկ դա ասում էին, մարդիկ դա ամեն օր ասում էին, բայց քաղաքական վերնախավը դա չէր լսում։ Եվ ես կարծում եմ, որ շրջադարձային ընտրություններ էին 2026 թվականի ընտրությունները, որովհետև առաջին անգամ խաղաղության պայմաններում ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանն ու ժողովուրդը տեր կանգնեց սեփական իշխանությանը, ժողովրդի իշխանությանը։ Եվ ես համարում եմ, որ սա չափազանց կարևոր ուղերձ է տրված մեզ բոլորիս, որովհետև ինչպես իմ գործընկերը իրավացիորեն նշեց, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, դուք եք իշխանություն։ Այո, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կառավարող խմբակցությունն է, բայց դուք էլ ունեք իշխանություն, եւ ձեր իշխանությունը ժողովուրդը տվել է որպես մանդատ, որպեսզի կիրառեք այն ուղերձները իրագործելու համար, որոնք տվել են մեր ընտրողները եւ ձեր ընտրողները, որովհետեւ այստեղ ես միայն մեր ընտրողների падգամավորը չեմ, եւ դուք էլ պարոն Վարդևանյան միայն ձեր ընտրողների падգամավորը չեք, առավել եւս եթե ընտրվենք մենք ազգային ժողովի փոխնախագահ, մենք պիտի վերացարկվենք մեր սեփական անձից, մենք պիտի վերացարկվենք շատ դեպքերում մեր ընտրողներից եւ պիտի սպասարկենք բոլորի շահերը։ Եվ դրա համար ես կարծում եմ, որ մենք ունենք համընդհանուր պատասխանատվություն մեր ժողովրդի առջև, եւ այս տեսանկյունից ինձ շատ գոհացնում էր երեկվա քննարկումները, որ ընդհանուր առմամբ, որտեվ պարզ է, որ անդադ ինչ որ այսպես բան ես անում, էլի, հետ ես վերադառնում 21 թվականի խորհրդարանի առաջին նիստերին, հիշում եք, այն ժամանակ շատ ավելի ծանր էր իրավիճակը, այն ժամանակ պարոն Հասանովին ավելի ծանր բեռ էր հասել, եթե հիշում եք տենց շարունակվող պրոցեսները։ Եվ ես կարծում եմ, ես մտածել եմ մի հատ բանաձև, թե ինչպես կարելի է հասկանալ այս բարեկրթության եւ համատեղ աշխատանքի տրամաբանությունը։ Եվ այդ բանաձևն այնքան եմ պարզացրել, այնքան եմ պարզունակացրել, այնքան եմ ջարդել այդ բանաձևը, այնքան պարզացրել եմ, որ ես դալիճում նստած մարդ չլինի, որ ընդհանրապես որ չհասկանա թե ինչա դա նշանակում, հա։ Եվ այդ բանաձևին պատասխանելուց կարելի է հասկանալ, մենք եւ դուք իրականում ինչ ենք ուզում։ Այդ բանաձևը հետեւելն է։ Ինչու կռվել, եթե կարելի է չկռվել։ Մենք մեր խմբակցությունը, ասում եմ, այնքան եմ տրիվիալ դարձրել, ինչու կռվել, եթե կարելի է չկռվել։ Կարելի է չկռվել, որպեսզի միասին համատեղ օրենսդրական աշխատանք իրականացնենք։ Կարելի է չկռվել, որպեսզի միասին ամրապնդենք խաղաղությունը։ Կարելի է չկռվել, որպեսզի միասին գնանք եւ խորհրդարանական դիվանագիտությամբ մեր երկրի շահերը սպասարկել։ Կարելի է չկռվել, որպեսզի ամրապնդել մեր երկրի ինքնիշխանությունը։ Հազարավոր պատճառներ կարելի է բերել։ Բայց հիմա նայենք ընդդիմության տեսանկյունից։ Եվ ես հիմա ուզում եմ նախորդ խմբակցության, նախորդ ազգային ժողովի ընդդիմության վրա պրոյեկտեմ այս բանաձևը։ Բայց արդյունքում թող նաև այսօրվա ընդդիմությունը պատասխանի։ Նախորդ ընդդիմությունը այս հարցը թարս էր շրջում, ասում էր ինչու չկռվել, եթե կարելի է կռվել։ Եվ այս պատասխանի մեջ էր թաքնված ընդդիմության փիլիսոփայությունը, որովհետև կարելի էր կռվել, որպեսզի սեփական ընտրողներին ցույց տալ, որ իրենք ծախված չեն։ Որովհետև իրենք իրենց ընտրողներին այնքան էին ասել, այնքան էին դեմոնիզացրել մեզ, որ իրանց ընտրողները երբ որ տենային, որ մենք իրար հետ աշխատում ենք, ասեն իրոպես ծախվեցիք, գրպանային ընդդիմություն եք։ Հետևաբար ընդդիմությունը ինքը ամեն անգամ կանգնում էր փոცხի վրա։ Ինքը ամեն անգամ հայտնվում էր սեփական ռետորաբանության ծուղակի մեջ, որովհետև ընդդիմությունը, որ մեզ ասում էր կապիտուլյանտ, ինքը վերցնում էր բոլոր հնարավոր նշաձողերից ամենաբարձր եւ այդ նշաձողից ցածր էլ այդ նշաձողը ամենաբարձրն է։ Դրանից հետո դու չես կարող մարդու հետ շփվես։ Դրա համար նա, ով մեզ ասում էր կապիտուլյանտ, հիմա կապիտուլացված է, չկա։ Կապիտուլյանտի խմբակցությունը կապիտուլացված է։ Ո՞ւրն է Սերժ Սարգսյանի խմբակցությունը։ Նրանք ովքեր ասում էին մեզ հողատու եւ դավաճան, սահուն կերպով համալրել են Սերժ Սարգսյանի խմբակցության տեղերը։ Եթե ժանրի կանոնները մնան նույնը, հաջորդիվ հարգելի գործընկերներ, դուք միանալու եք Սերժ Սարգսյանի խմբակցությանը, որը այստեղ չի։ Եվ դրա մասին էր մեր գործընկերների երեկվա ելույթների տրամաբանությունը, որ ի վերջո մարդը ունի ռեֆլեքսիայի ունակություն։ Մարդը ոչ միայն մտածում է, մարդը հետո նաև մտածում է իր մտածածի մասին։ Դա բացառիկ ունակություն է, գիտեք։ Բայց երբեմն ոչ բոլորն են դրանից օգտվում։ Այսինքն դու ոչ միայն մտածում ես ինչ-որ բան,
Դու նաև մտածում ես քո մտածածի մասին եւ ասում ես լսի, ես ինչ մտածեցի ես, կամ ել չասեմ, որ դու մտածում ես քո արածների մասին։ Հետո գալիս ես քո արածները վերաիմաստավորում ես, ասում ես ներողություն եմ խնդրում, ասում ես հա սխալվել էի։ Իսկ մեր իրականության մեջ ընդհանրապես սխալ է։ Դա արգահատելի բան է, ոնց դու սխալվեցիր։ Վсё, վերջ, եթե դու սխալվել ես, ուրեմն վերջ, քեզ պետքա դնել հասարակական կարծիքի զոհասեղանին ու քեզ պետքա մատաղանը, ոնց կարաս դու սխալվես։ Ընդ որում սա նաև մեր կրթական համակարգի մեջ մտած խորը բան է։ Ես հիշում եմ, երբ որ ես դպրոցական տարիքում էի, չէր կարելի սխալվել։ Ոնց սխալվելը ամոթ էր, ոնց կա, no, չսխալվես, քեզ մատով ցույց կտան։ Սխալը վատ բան է։ Այնինչ առողջ հասարակություններում եւ առողջ քաղաքական համակարգում նորմալ է սխալվելը։ Նորմալ է սխալվելը եւ հետո գնալ ներողություն խնդրելը։ Նորմալ է սխալվելը եւ վերաիմաստավորել սեփական քայլերը։ Դրա համար երբ որ մեզ ընդդիմությունն ասում է, հա դուք փոխվել եք, բան, դուք այն ժամանակ սենց էիք ասում, իսկ հիմա սենց եք ասում։ Այո, որովհետեւ կներեք, գիտեք ովքեր չէին փոխվում կամ ովքերը երևի ճիշտ չէր ասել։ Դինոզավրերը։ Եվ ուր են հիմա դինոզավրերը։ Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ կանգ առնել այստեղ։ Իհարկե լավ նոտա չի դինոզավրերի վրա կանգ առնելը, բայց դինելու է հարց ու պատասխան եւ այս հարց ու պատասխանի ընթացքում առիթ կունենամ խոսել։ Ես նույնպես ուզում եմ ասել, որ եթե ընտրվեմ խորհրդարանի կողմից, բնականաբար ես պատրաստակամություն եմ հայտնում աշխատել կառուցողական տրամաբանությամբ, ինչու կռվել, եթե կարելի է չկռվել փիլիսոփայության շրջանակներում, որովհետեւ ես կարծում եմ, որ միշտ չկռվելու տված օգուտները ավելի շատ են, քան թե կռվելու տված օգուտները, եւ ես պիտի ասեմ, որ բավական դրական եմ գնահատում գործընկերների ելույթների երկու խմբակցություններից, դրական եմ գնահատում երկու խմբակցությունների ղեկավարների ելույթների ոճը, տրամաբանությունը, տոնայնությունը, 8-րդ գումարման խորհրդանում դա չկար, եւ ես կուզենամ, որ մենք իսկապես խախտենք ժանրի կանոնները եւ ունենանք նոր խորհրդարանը, որը կունենա նոր նշաձող եւ մենք ունենանք նաեւ կառուցողական աշխատանք եւ իդեպ ուզում եմ նաեւ անպայման շեշտել հետեւյալը, քանի որ անդադ խոսք գնաց պաշտոնների վերաբերյալ հանձնաժողովի նախագահներ, փոխնախագահներ, ընդդիմությունը շատ է սիրում խոսել սահմանադրական դատարանի մասին, մեկնաբանել սահմանադրական դատարանի որոշումները։ Այս թեմայով ընդդիմադիր խմբակցությունները դիմել էին սահմանադրական դատարան հանձնաժողովի նախագահների մասով եւ սահմանադրական դատարանը տվել էր կարծիք եւ այնտեղ նշվում էր, որ խոսելով ընդդիմության այդ քվոտաների մասին հանձնաժողովի նախագահների, ասում էր, որ դա ոչ միայն իրավունք է, որ ընդդիմությունը կարող է դոնթի բանաձևով իրացնել, դա պարտավորվածություն է, ինք սահմանադրական դատարանն ասել է, որ մանդատ է տվել քաղաքացին ընդդիմությանը եւ պարտավորեցրել է, որ ինքը գնա եւ վերցնի այդ պաշտոնները եւ աշխատի այդ պաշտոններում, ոչ թե թափուր թողնի։ Եվ ես մի քանի անգամ ելույթ ունեցել եմ այս թեմայով, այն ժամանակ Հայաստան խմբակցությանը դա ասել եմ, որ ես կարծում եմ, որ դուք սահմանադրական դատարանի կարծիքը հաշվի չեք առնում։ Եվ ես կարծում եմ, որ հանուն արդարության պետքա սահմանադրական դատարանին հղում անելիս հղում անել ամբողջական համատեքստում եւ կատարել են որոշումները, որը ոչ միայն համապատասխանում են ձեր ցանկություններին, այլ նաեւ նրանք, որոնք որ չեն համապատասխանում ձեր ցանկություններին։ Եվ ես հույս ունեմ, որ այս խորհրդարանում մենք կառաջնորդվենք այս տրամաբանությամբ։ Շնորհակալություն։ Սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Շնորհակալություն, պարոն Կոնջորյան։ Հարգելի գործընկերներ, այժմ կարող եք հերթագրվել պարոն Կոնջորյանին հարցեր ուղղելու համար։ Հերթագրում։ Հերթագրվել է 8 պատգամավոր, առաջինը Ագնեսա Խամոյանն է, համեցեք։ Շնորհակալ եմ, բրավո պարոն Կոնջորյան, 20 րոպե խոսեցիք ամեն ինչի մասին, բացի մամուլում քննարկվող թիվ 1 թեմայից։ Ձեզ ուղիղ տեքստով, փաստերով մեղադրում են քաղաքական կոռուպցիայի մեջ։ Պարոն Կոնջյան, քանի որ դուք գեղախոսության մեծ վարպետ եք, ես առաջարկում եմ նաև մեր լրագրողների համար, որովհետև տեսա, որ այս 2 օրվա ընթացքում շարունակ փորձում են ձեզանից մեկնաբանություն ստանալ, բայց ապարդյուն։ Կարող եք ի վերջո դուք մեզ պատմել, թե ինչպես է ձեր կինը,
2024 թվականի նոյեմբերին նշանակվել Հայփոստի տնօրեն։ Մեր հայրենակիցների համար հիշեցնեմ, որ այն ամբողջությամբ պետական ընկերություն է։ Ձեր տիկինը ստանում է տարեկան $118,000 աշխատավարձ, ամսական 3.6 միլիոն դրամ։ Համեմատության համար ասեմ, որ Հանրապետության նախագահը ստանում է, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն, Հայաստանի Հանրապետության վարչապետը 1.6 միլիոն է ստանում, այսինքն կրկնակիից ավել շատ է ստանում։ Տեսեք, ԶԼՄ-ներին մրցույթային նիստերի արձանագրությունները չեն տրամադրվում։ Ոչ ընկերության կողմից, ոչ նախարարության կողմից, ինչը ավելի է խորացրել կասկածները, որ ձեր ուղիղ միջամտությունն է եղել Հայփոստի տնօրենի պաշտոնում ձեր տիկնոջ նշանակման հարցում։ Հիմա խնդրում եմ մեզ պատմեք, ինչպես է նշանակվել, մինչև այդ որտեղ է աշխատել եւ որն է եղել ձեր դերը այդ նշանակման հարցում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն տիկին Խամոյան։ Ես իմ խոսքում չասեցի, որպեսզի ըմբոշխնեմ ձեր հարցի միջոցով այդ հարցը։ Առաջինը, իմ կինը Հայփոստի տնօրեն նշանակվելուց առաջ հարցրեցիք որտեղ է աշխատել։ Ի զարմանս ձեզ ասեմ, որ 5 տարի շարունակ աշխատել է Հայփոստ ընկերությունում եւ եղել է վարչության ղեկավար։ Այսինքն իմ կինը Հայփոստի տնօրեն չի նշանակվել պարզապես ուրիշ տեղից գալով, ինքը եղել է Հայփոստում վարչության ղեկավար։ Հետո եղել է մրցույթ եւ իմ կինը մասնակցելով մրցույթին ընտրվել է Հայփոստ ընկերության տնօրեն մրցութային խորհրդի կողմից։ Այդ մրցութային խորհրդի մեջ բնականաբար ես չկամ եւ չեմ կարող լինել մրցութային խորհրդում ներգրաված են տարբեր անձինք, եթե չեմ սխալվում նաեւ մասնավոր ոլորտներից կան եւ այնպես որ ձեր հարցերը դուք կարող եք համապատասխան կերպով ուղղել պետական գերատեսչություններին եւ ստանալ համապատասխան տեղեկատվություն։ Ես չգիտեմ, գուցե այդ տեղեկատվության վերաբերյալ հարցումները ակնկալել են անձնական տվյալներ, դրա համար այդ տվյալների մի մասը չեն կարողացել տալ լրագրողներին, բայց ներողություն, դա ուրեմն օրենսդրության սահմանած չափանիշներն են եւ կարծում եմ, որ այդտեղ դուք իմ նկատմամբ համենայն դեպս չպետք է որևէ հարց ունենաք։ Երկրորդը, իմ կինը, քանի որ դուք շեշտեցիք աշխատավարձը, իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է երբևէ Հայփոստի պատմության մեջ չի եղել տնօրեն, որ ստանա այնքան աշխատավարձ, ինչքան ստացել է իմ կինը։ Իմ կինը երբևէ ամենացածր աշխատավարձ ստացող պաշտոնյան է, այսինքն Հայփոստում, այսինքն երբ որ ինքը նշանակվել է Հայփոստի տնօրեն, դրանից առաջ նախորդող ժամանակներում, տարիներում, տասնամյակներում Հայփոստի տնօրենները ստացել են էականորեն ավելի բարձր աշխատավարձ եւ ինքը գնացել է ու հիմա ավելի ցածր է ստանում։ Այսինքն ձեր հյուսած նարատիվը, որ Հայ Կոնջյանի կինը նշանակվեց Հայփոստի տնօրեն եւ սկսեց ստանալ միանգամից տնօրեն այսքան աշխատավարձ, առնվազն չի համապատասխանում իրականությանը եւ կեղծ թեզ է։ Որպեսզի դուք պատկերացնեք, ես ձեզ ասեմ, որ Հայփոստի նախորդող ժամանակաշրջաններում եղել են ստորաբաժանումների ղեկավարներ, տնօրենի մասին չի խոսքը, նույնիսկ փոխտնօրենների մասին չի։ Նախորդող ժամանակներում եղել են ստորաբաժանումների ղեկավարներ, որոնք որ ստացել են էականորեն ավելի բարձր աշխատավարձ, քան թե այսօր ստանում է Հայփոստի տնօրենը։ Հետևաբար աշխատավարձի վերաբերյալ ձեր դատողությունները հետաքրքիր կլիներ նաև լսել այն ժամանակ։ Այդ ինչի այդ ոնց ստացվեց, որ դուք հենց նոր հիշեցիք Հայփոստի տնօրենի աշխատավարձի մասին։ Այդ ոնց ստացվեց, որ այդ լրագրողական կազմակերպությունները հենց նոր որոշեցին փորփրել Հայփոստի տնօրենի աշխատավարձի վերաբերյալ այս քննարկումները, երբ որ ես առաջադրվել եմ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում։ Արձագանքեք, ես կշարունակեմ, որովհետև դրա ասելիք ունեմ։ Արձագանք։ Պարոն Կոնջյան, ձեր պերճախոսությունը միշտ գնահատելի է եղել եւ կարծում եմ, որ ձեր քաղաքական կարիերայի ընթացքում ձեր մեծագույն առավելությունն է դա եղել, բայց ես պետք է հիասթափեցնեմ։ Հայփոստը 2020 թվականից է պետական կառավարման հանձնվել։ Մինչև դա եղել է մասնավոր ընկերություն։ Կարող էին $100,000 աշխատավարձ տալ։ Խոսքը պետական կառավարման հանձնված ընկերության մասին է։ Եվ խոսքը տարեկան $118,000 մասին է։ Ինչ խոսք, վարչության պետից լռեք,
վարչության պետից հայփոստի տնօրեն այդ ցածկը կարծում եմ շատ արագ է ստացվել եւ վստահաբար ձեր ազդեցությունը եւ ձեր մասնակցությունը դրանում, եթե ոչ ուղիղ, ապա ակնհայտորեն եղել է։ Դուք ասում եք վերցրեք արձանագրությունները նախարարությունից, հայփոստից չեն տրամադրում, մեր լրագրողները խնդրել են, չեն տալիս։ Կարող եք ասել այդտեղ ինչ անձնական տվյալ կա։ Ձեր լրագրողներն ինչ անձնական Կոնջորյան, սպասեք ավարտի Տիկին Խամոյան։ Ինչ անձնական գաղտնիք կա այդտեղ եւ եթե կարելի է նաեւ քանի որ շատ եք այս վերջերս սկանդալների կենտրոնում հայտնվել, նաեւ պարզաբանումներ ներկայացրեք ձեր եղբոր արկածների մասին, նախկին իշխանությունների շատ էիք քննարկում, ինչու էր Տիկին Խամոյան, ավարտեք։ Ավարտում եմ, ինչու էր բարեկային ծառայության ուղեկցող մեքենայով հայոյանքներ շաղ տալիս Հարցը հասկանալի է, շնորհակալություն։ Տիկին Խաման, ես օբյեկտիվորեն չեմ կարող ժամանակը ձգել 1 րոպեն դարձնել 200 վայրկյան եւ պատասխանել ձեր բոլոր հարցերին, հուսամ որ մյուս ռետորները այդ հարցը կտան եւ ես կպատասխանեմ։ Տեսեք, ձեր անտեղյակությունը, Տիկին Խամոյան, նույնքան հաճելի է, որքան որ իմ պերճախոսությունը։ Դուք նույնիսկ չգիտեք, որ հայփոստը հանձնված չի եղել մասնավոր ընկերության։ Հայփոստը եղել է հավատարմագրային կառավարման ներքո, դա մասնավոր ընկերություն չի։ Դա առաջինը, երկրորդը, հայփոստը 100%-ով ինքնաֆինանսավորվող կառույց է։ Իմ կինը եւ հայփոստի մյուս աշխատակիցները երբևէ պետական բյուջեից աշխատավարձ չեն ստացել։ Տիկին Խամոյան։ Ու երբ որ դուք խոսում եք իմ կնոջ կարիերայի ցածկի եւ այլնի մասին, դուք ավելավա խոսեք ձեր կարիերայի ցածկի մասին, թե դուք ոնց հերթատեսային տաղավարից հայտնվեցիք այստեղ։ Իմ կինը ի տարբերություն ձեզ պետական բյուջեից աշխատավարձ չի ստացել, Տիկին Խամոյան։ Դուք ոչ միայն պետական բյուջեից աշխատավարձ եք ստացել, դուք վերջին 5 տարիներին հարկատուների գումարով ստացել եք աշխատավարձ եւ գործի չեք եկել, Տիկին Խամոյան։ Դուք աշխատանքի չեք եկել։ Դուք վատնել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերը, որոնք որ նրանք տվել են որպես ձեզ վարձատրություն, հասկանում եք։ Ափսոս այնքան բան ունեի ասելու, բայց չհասցրեցի։ Շարունակեմ ասել։ Գեղամ Մանուկյան։ Պարոն Կոնջորյան, որևէ պախարակելի բան չկա լրատվությունից գալ ազգային ժողով, ոնց որ ձեր դեպքում է։ Իհարկե։ Կարծում եմ լրատվությունից եկաք, դեռ ավելին ասեմ, եթե մի միջնորդություն բավարարեի, երկիր մեդիայի աշխատանքից կգայեք ազգային ժողով, բայց բարեբախտաբար այդպես չէր։ Այդ նախկին իշխանություններին, որ քննադատում եք, իրաց տարածված մի հատ խոսք կար. թղթերով ամեն ինչ ճիշտ է։ Նախկին իշխանությունների ժամանակ ամեն ինչ ճիշտ էր թղթերով։ Մարդ թույթ է, բանա, բայց ինչ կապ ունեմ, ընտանիքի անդամս ինչ կապ ունի։ Հիմա ելույթում կանդրադառնամ, նայեք, ես չեմ ուզում այդ ռազմորկան, որ եղել Աբովյանում, բայց իմ աչքը զարնել է մի հատ բան։ Այդ օրերի Նիկոլ Փաշինյանը նստում է կապի, ասում է ՀԴՄ թուղթ, նստում է կապի, ասում է ՀԴՄ թուղթ, մեկ էլ պարզվում է ՔՊ անդամ ձեր եղբոր անվան հետ կապում են միլիոնավոր դրամներ կանխիկ, ՀԴՄ դոկումենտացիա, բան չկա։ Դոկումենտով ասում եք ճիշտ է։ Պարոն Կոնջորյան, ձեր ելույթից ես ճիշտ հասկացա, մարդ, որը 36 տարի նույն կուսակցության անդամ է, մի վարքյան չի դավաճանել։ Ճիշտ հասկացա, որ ինքնապահպանման նպատակով է, որ մի ժամանակ եղել եք հանրապետական կուսակցության աջակցող կուսակցության երիտասարդականի ղեկավար, հետո անցել եք Լուսավոր Հայաստան, հետո անցել եք քաղաքացիական պայմանագիր, դա որպեսզի դինոզավր չդառնաք այդ սխեմայի մեջ հա մտնում, պարոն Կոնջորյան, որտեղ անկեղծ եմ ասում, քաղաքական դաշտում իմ համար մի շատ դժվար է եղել ընկալելի, մի քանի կուսակցություններ փոխող, դեռ անձնականի մասին չեմ ասում, էլի հարազատություն բան, մի կողմ դնելը իմ համար անընդունելի է։ Դա էր հարցը, որտեղ Արթուր Հովհաննիսյանն էլ ասեցի, ինքը վերահսկագրեց, որ դուք կպատասխանեք։ Շնորհակալություն Արթուր Հովհաննիսյանին տրված ձեր հարցի մեջ փաստական սխալ կար, ես երիտասարդական խորհրդարանում այդ ժամանակ եղել եմ որպես անկախ падգամավոր, պարոն Մանուկյան, ձեր նշած դեպքերը այն մասին, որ եղել է համագործակցություն տվյալ կուսակցության եւ հանրապետականի միջև, դա եղել է արդեն այն ժամանակ, երբ որ ես որևէ համագործակցություն չեմ ունեցել տվյալ քաղաքական միավորման հետ, ուսանողական տարիքում ես տարբեր նախաձեռնությունների եմ ներգրաված եղել, բայց երիտասարդական խորհրդարանում հանդիսացել եմ որպես անկախ падգամավոր, դա կարծում եմ, որ ստուգելի է եւ իդեպ երիտասարդական խորհրդարանում իմ հետ եղել է նաեւ падգամավոր Սևակ Խաչատրյանը, ով եթե չեմ սխալվում, այո, ինձ հարց է գրանցվել, մենք այնտեղ իրար հետ ազգային ժողովում այդ ֆորմատով իհարկե աշխատել ենք։
Բայց քանի որ ժամանակ ունեմ, ես ցանկանում եմ անդրադառնալ նաև մյուս հարցերին, հարգելի գործընկերներ։ Ես շեշտեցի, բայց մի անգամ եւս ուզում եմ դա ասել, պարոն Մանուկյան։ Ես նկատել եմ, որ այս վերջին օրերի ինֆորմացիոն փոթորիկների մեջ fake news-երը շատ են։ Եվ այդ fake news-երից մեկը այն է, որ ասում են, որ Կոնջորյանի կինը պետական բյուջեից այսքան աշխատավարձ անում, պետական հայփոստից այսքան աշխատավարձ է ստանում եւ այլն եւ այլն։ Ես նորից եմ ասում, իմ կինը պետական բյուջեից երբևէ աշխատավարձ չի ստացել։ Հայփոստը ինքնաֆինանսավորվող կառույց է եւ հայփոստը պետությունից չի ֆինանսավորվում, պարոն Մանուկյան։ Քանի որ իմ կնոջ աշխատանքային կարիերայի մասին եք հարցնում, իմ կինը 10 տարի առաջ աշխատում էր միջազգային կազմակերպությունում եւ ստանում էր այնքան աշխատավարձ, ինչքան աշխատավարձ, որ դուք, պարոն Մանուկյան, հիմա ստանում եք որպես ազգային ժողովի падգամավոր։ Ինքը 10 տարի առաջ ստացել է այնքան աշխատավարձ, ինչքան որ դուք այսօր ստանում եք։ Բայց ի տարբերություն ձեզ ինքը դա չի ստացել պետական բյուջեից, եւ դուք ի տարբերություն իմ կնոջ ստացած աշխատավարձից, պարոն Մանուկյան, ինչպես Տիկին Խամոյանը եւ ձեր գործընկերները 5 տարի շարունակ ստացել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերից գոյացող աշխատավարձ եւ չեք եկել աշխատանքի։ Չեք եկել աշխատանքի։ Եվ այս պատմությունը, այս վերնագրերը նաև բանի դիտանկյունի մասին են, էլի ռիֆրեյմ անելու մասին է։ Հիմա օրինակ կարա չէ, նաև մամուլում լինի sense վերնագիր, որ ոչ թե վերնագիր, որ Հայկ Կոնջորյանի կինը ստանում է այսքան աստղաբաշխական աշխատավարձ, այլ Հայկ Կոնջորյանի կինը հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է։ Կամ վերնագիր օրինակ, ինչքան գումար է հարկատունների կողմից վճարված վատնել Ագնեսա Խամոյանը որպես ազգային ժողովի падգամավոր 5 տարիների ընթացքում։ Կամ քանի տասնյակ կամ հարյուրավոր միլիոնների գումարներ են վատնել Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունները հարկատունների փողերից, չգալով աշխատանքի եւ ստանալով աշխատավարձ այն մարդկանց աշխատավոր ժողովրդի կողմից, ովքեր գնում են եւ ստեղծում են հավելյալ արժեք։ Տեսեք, ընդհանրապես ֆրեյմինգի հարց է, պարոն Մանուկյան։ Իսկ ձեր քաղաքական բանի մասին, անցած ճանապարհի մասին, եթե ժամանակ լինի, ես կասեմ համեցեք, արձագանքեք։ Արոն Կոնջորյան, այդ падգամավորի աշխատավարձը ձեր գրպանից ոչ մեկ չի տալիս падգամավորներին։ Եվ падգամավորները այս կամ այն քաղաքական նպատակարարությամբ, եթե որևէ նիստի էլ չեն մասնակցում կամ որևէ աշխատանքի, այդ մասով պահում է լինում։ Ինչ վերաբերվում է մուննատ գալը, որ չեք մասնակցել, չեք աշխատել, ես կարող եմ տոննաներով պատմել, թե ինչ ենք արել, ինչ ենք արել։ Այստեղ դեր դիմաց է նստած առնվազն իմ ժողովի նախկին նախագահը, մի հատ հետո առանձին խոսակ։ Շատ եմ խոսացել, շատ է պատմել ձեր։ Չէ, օդի մեջ բան չասեք։ Երկրորդը, այդ որ ասում եք բյուջեի չի ստանում։ Չեմ ուզում, այդ շատ մանր բան է։ Որ ասում եք բյուջեի չի ստանում, պետական հիմնարկը, բա ի՞նչ է։ Պետական հիմնարկը ի՞նչ է։ Եվ վերջապես, պարոն Կոնջորյան, ես որպես լրատվության մեջ եղած երկար տարիների խմբագիր սիրում եմ բառերը շատ հստակ։ Երբ որ հայտարարում եք հայփոստի պատմության ամբողջ ընթացքում, այսինքն 1991 թվականին, օրինակ, փոստային ծառայության տնօրենը շատ ավելի բարձր է ստացել, քան այսօրվա հայփոստի տնօրենը, ձևակերպումը ճիշտ տվեք։ Միգուցե կառավարման հանձնված ավարտվել է ժամանակը, պարոն Մանուկյան։ Տնօրենն ավել ստացել, բայց երբեք մի ասեք հայփոստի ամբողջ պատմության մեջ։ Պարոն Կոնջորյան, խնդրում եմ մի վարքյան, էլի, հարգելի գործընկերներ, այդ թվում նոր падգամավորներ։ Այնտեղ ժամատախտակն է, այնտեղ էլ խնդրում եմ հետևեք ժամանակացույցին եւ մի անցեք ժամանակը։ Ես իհարկե երբ որ մոտենա ավարտը կզգուշացնեմ, բայց լավ կլինի ինքներդ հետևեք եւ չանցնեք, որպեսզի նորմալ ընթացքով ընթանանք։ Շնորհակալություն։ Դե այն կողմին նայեք, այն կողմին նայեք, այն կողմը երևում է, պարոն Մանուկյան։ Կամ գոնե ես երբ որ ձեզ ասում եմ ավարտեք, լսվում էլա, չէ՞։ Համեցեք, պարոն Կոնջորյան։ Պարոն Մանուկյան, բնականաբար ես նկատի ունեմ ողջամիտ հեռանկարում։ Ես կարծում եմ, որ նույնիսկ վիրավորական կլիներ ձեր համար, որպեսզի ես այդ աստիճան պրիմիտիվացնեի, նկատի ունենալով, ասենք 1992 թվականի մասին, խոսքը ողջամիտ հեռանկարում, ասենք վերջին 10 տարվա ընթացքում համեմատականների մասին էր։ Ինչ վերաբերում է պարոն Մանուկյան, քանի որ դուք խոսացիք կուսակցությունից, դուք մենք շատ ենք խոսել այս մասին, էլի, դաշնակցության պատմության, եւ դա իմ ամենասիրելի ժանրն է։ Իդեպ ես ուզում եմ նկատառում անել, ես չէի կարող տեղից նկատառում անել, բայց դա շատ կարևոր է։ Երեք որ իմ գործընկերոջ պարոն Ռուբինյանին ասում էիք
Բա որ բանի 18 թվականի մայիսի 28-ին, օգոստոսի 1-ին, բա դաշնակցությունը քանի քառակուսի կիլոմետր, 70,000 քառակուսի կիլոմետրով Հայաստան տվեց, չէ՞, տենց եք չէ ասում։ Շատ իսկ ինչ եղավ ընդամենը 1 շաբաթ անց դրանից։ 1 շաբաթ անց Բաթումի պայմանագրով հունիսի 4-ին 18 թվականի Հայաստանի Հանրապետության տարածքը մնաց 10,000 քառակուսի կիլոմետր։ Այդ բանակցությունների ժամանակ էլ պատվիրակությունը ղեկավարում էր բանը դաշնակցական Ալեքսանդր Խատիսյանը։ Բա ժողովուրդ ջան, բա պարոն Մանուկյան, դուք որ ասում եք դուք համոզված դաշնակցական եք։ Դուք դաշնակցության ինքնությունը ես կարծում եմ որ չեմ ուզում ուրիշ բառ օգտագործեմ, բայց չեք ընդունում։ Ներողություն, պարոն Կոնջյան, խնդրում եմ ավարտեք։ Պարոն Մանուկյան, լավ էլի։ Ինչ եք տեղից արձագանքում։ Հիմա ընդդիմության տեխնացուն էլա չեք գալու, ինչ իշխանության ներկայացուցիչները սկսեն տեղից Պարոն Մանուկյան, դուք չեք պատկերացնում վերջի 5 տարվա մեջ ինչքան թիվ եք դուք խառնել, բայց ես լուր լսել եմ, չէ՞ դա։ Եվ ոչ միայն թիվ։ Գնացեք ծխեք, պարոն։ Սևակ Խաչատրյան։ Շենքի տարածքում չծխեք։ Պարոն Կոնջորյան, ճիշտ հիշեցիք երիտասարդական խորհրդարանը, մենք միասին եղել ենք։ Ձեր ելույթում ասեցիք, որ նախորդ 8-րդ գումարման խորհրդարանը ամենացածր, այսպես ասած, ռեյտինգ ունեցող խորհրդարանն է եղել։ Պարոն Կոնջյան, դուք եղել եք այդ խորհրդարանի իշխող ուժի խմբակցության ղեկավարը։ Ինձ հետաքրքիր է, արդյոք այդ ցածր ռեյտինգ լինելու համար ինքներդ անձնապես ձեր, այսպես ասած, սխալները տեսնում եք, կամ որոշակի մասով ինչ-որ մեղք ունեք, կարող է ուրիշ ձև անեք աշխատանքային այլ մոտեցում ցույց տաք ուրիշ լինել, որովհետև հիմա դուք հավակնում եք ավելի բարձր պաշտոնի, նախորդ խորհրդարանում ուղղակի իշխող խմբակցությունն եք ղեկավարել, հիմա արդեն, այսպես ասած, ղեկավարելու եք պարոն Ռուբենյանի բացակայության դեպքում ղեկավարելու եք նաև ազգային ժողովը։ Արդյոք տեսել եք ձեր սխալները եւ մտածում եք, որ 9-րդ գումարման խորհրդարանում այդ սխալները ձեր անձնական այլևս չեք անելու, մոտեցումներն այլ է լինելու, որպեսզի այդ ցածր ռեյտինգը ավելի բարձրանա, այսինքն 9-րդ գումարման ազգային ժողովը ավելի լավ լինի, քան 8-րդը։ Եվ մի բան էլ ասեմ, անկեղծ դուք ճիշտ ասեցիք, նորմալ է, ու շատ ճիշտ է, որ մարդ ինչ-որ բանում սխալվում է, ու դրա համար ներողություն է խնդրում, դա ուժեղ մարդուն բնորոշ պահվածք է։ Բայց շատ վատ է, երբ որ նույն մարդը 10 անգամ անում սխալ ու 10 անգամ ներողություն է խնդրում, դա արդեն նմանվում է այլ բանի։ Սա ուղղակի կարծիք, ինչ որ բան չկար։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, ես բնականաբար որպես ամենամեծ կառավարող խմբակցության ղեկավար ունեցել եմ խմբակցության ղեկավարների մակարդակում ամենամեծ պատասխանատվությունը, այնքանով որքանով դա ինձ վերաբերելի էր։ Բայց ես ուզում եմ հիշեցնել եւ դուք բնականաբար դրանք հրապարակային են կարող եք նայել եւ տեսնել ու համոզվել։ Ես հիշում եմ, որ էլի օգոստոսի 2-ին էր նիստը մեր մեկնարկել 2021 թվականի եւ ես որպես խմբակցության ղեկավար բազմաթիվ ելույթներ եմ ունեցել այստեղից եւ ասել եմ սիրելի գործընկերներ, ես առաջարկում եմ եկեք աշխատենք կառուցողական։ Եկեք աշխատենք կառուցողական։ Մեզ այն ժամանակ նույնիսկ այդ կառուցողական բառի վրա անդիմությունը սկսեց թրոլինգ անել։ Ասում էին դե լավ ի՞նչ կա, ոնց որ հիմա այդ զրոյական կետի վրա էր երեք պարոն Մանուկյանը թրոլինգ անում։ Սկսեցին այդ կառուցողականության վրա թրոլինգ անել, որ ի՞նչ կառուցողականության, ոնց կարելի է կառուցողական լինել կապիտուլյանտի հետ, ոնց կարելի է կառուցողական լինել հողատուի հետ, ոնց կարելի է կառուցողական լինել նրանց հետ, ովքեր հողերը հանձնեցին, բան արեցին եւ այլն։ Ու եկավ մի պահ, պարոն Խաչատրյան, եկավ մի պահ, որ այդ կառուցողական համագործակցությունը ինչա կոչվում համագործակցություն, որովհետեւ մեկից ավել կողմերն են իրար հետ գործակցում։ Չստացվեց, որովհետեւ ասում եմ, երբ որ նաեւ անձնական հարաբերություններում են, չէ՞, տենց պարոն Խաչատրյան, երբ որ դու գնում ես ինչ-որ մեկի հետ բանակցելու կամ խոսելու եւ դու միանգամից դարակից հանում ու դնում ես քո ամենաբարձր նշաձողը, դրանից հետո դու էլ իջնելու տեղ չունես, մանավանդ եթե դա հրապարակային է, որովհետև քո ընտրողը քեզ ասելու է մի րոպե, ծախվեցի։ Ու քանի որ ընդդիմությունը մեզ գալիս եւ հենց ամենասկզբից ասում էր կապիտուլյանտ, հողատու եւ ինչ ասես չէ, ինչքան լուտանք ասես, ընդդիմության падգամավորները անիծում էին, բան այնտեղ Արմենիայի յուրեղաները լավա չկա, անիծում էր, բաներ էր անում, ես ասենք այնպես բաներ էին ասում, որ ու դրանից հետո բնականաբար եկավ ինչ որ մի պահ Այդպես ծիծաղում են, իրանք էլ գիտեն, որ ճիշտ եմ ասում, գործընկերները։ Բան ժպտում են։ Եկավ մի պահ, որ պարոն Խաչատրյան, այդ ոչ միայն համագործակցություն չեղավ, այլ
եղան կոնֆլիկտներ, հետո դրանից հետո ընդդիմությունը որոշեց, որ պիտի գնա բան շարժումներ անի, սկզբից դիմադրության շարժումներ, հետո սկսվեց բան Բագրատ Գալստանյան ընդբենդ շարժումը, որտեղ որ ընդդիմությունը գնացել էր եւ Բագրատ Գալստանյանի հետ էր փորձում բանել, եւ այդ ժամանակ ընդդիմությունը չէր գալիս խորհրդան, ընդդիմությունը հրաժարվում էր համալրել իր ուրեմն պաշտոնները եւ հնարավոր չէր լինում աշխատել ընդդիմության հետ։ Ես հույս ունեմ, գուցե ես կարող եի ավելին անել, որ ընդդիմությունը օրինակ փողոցից վերադառնար խորհրդան եւ մենք իր հետ աշխատեինք, բայց մենք բազմաթիվ առիթներով ընդդիմությանը կոչ ենք արել վերադառնալ եւ աշխատել։ Երբ որ ընդդիմությունը օրենքով սահմանված կարգով սպառել էր իր բանը մանդատներից ազգային ժողովի խորհուրդը կարող էր նրանց մանդատները վայր դնելու բանով դիմել սահմանադրական դատարան, հիշում եք, որտեղ բացակայությունների շեմը անցել էին։ Մեր խմբակցությունը որոշեց, որ այնուամենայնիվ, եթե մենք նման բան անենք, դա կլինի վերաբերմունք ընդդիմության ընտրողների նկատմամբ, ոչ թե ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ, բայց այդ ժեստն էլ չգնահատվեց։ Արձագանքեք, ես կշարունակեմ։ Արձագանք։ Շնորհակալություն, ամեն դեպքում ուզում եմ հասկանամ, դուք որևէ սխալ տեսնում եք, որ դուք ինքներդ արել եք, որ հետո չեք անելու այդ ամեն ինչը, այսինքն փոթկել եք դուք ինքներդ, չեք ամբողջապես ելույթի ընթացքում էլ հիմա էլ պատասխան պարոն Կոնջորյան, հասկացա, որ դուք ամեն ինչում մեղադրում եք ընդդիմությանը նաև մեղադրում եք, այսինքն փողոցային պայքարներ սկսելու համար, փողոցային պայքարներ իրականացնելու համար, բայց ինձ կարծիքով դա քաղաքականության մեջ նորմալ է ու նորմալ է, երբ խորհրդարանական ընդդիմությունը փողոցային պայքարի ժամանակ կարող է չներկայանալ ազգային ժողովը, որովհետև ամեն դեպքում բոյկոտն էլ ինքը քաղաքական ձև է, քաղաքական դրսևորում է։ Իմ հարցը այն էր, որ դուք ինչ եք փորձելու անել, որպեսզի ավելի լավն լինի ներորդ գումարման խորհրդարանը, քան 8-րդն էր։ Շնորհակալություն։ Ախաչատրյան, շնորհակալություն։ Ես նորից ասեմ, որ այս խորհրդարանում, եթե ես նաև ստանամ խորհրդանի մանդատը որպես ԱԺ տեղակալ, ես անելու եմ հնարավորը, որպեսզի մենք ունենանք միասին կառուցողական համագործակցություն եւ աշխատանք, որովհետեւ համագործակցությունը միշտ լինում է թեմատիկ։ Համագործակցությունը վակուումի մեջ չի լինում, օդի մեջ համագործակցություն չկա։ Պետք է համագործակցենք իրար հետ ունենալով, ասենք, օրենսդրական այս կամ այն նախաձեռնության վերաբերյալ քննարկումներ։ Պետք է միասին ինչ-որ նախաձեռնություններով հանդես գանք։ Ես հույս ունեմ, որ դուք կներգրավեք խորհրդարանական դիվանագիտության մեջ եւ կմասնակցեք խորհրդարանական դիվանագիտության աշխատանքներին։ Բոլոր այս մակարդակներում ես պատրաստ եմ աշխատել եւ պատրաստ եմ նաեւ իմ փորձառությամբ հնարավորության դեպքում մաքսիմալ աջակցել այդ թվում ընդդիմադիր գործընկերներին, որպեսզի մենք կարողանանք միասին ունենալ այնպիսի խորհրդարան, որը հաջորդ իսկ հարցումներով կունենա ավելի բարձր վարկանիշ, քան թե ունեցել է նախորդի, որովհետև ես դա նաև անձնական եմ համարում։ Ազգային ժողով, ես քանի որ խորհրդարանական եմ ինձ համարում հոգով սրտով, ես նաև ցավ եմ ապրում, որ խորհրդանի վարկանիշը այդքան ցածր է, եւ ես կանեմ հնարավորը, որպեսզի դա շտկվի։ Ձեր հետ միասին։ Շնորհակալություն։ Էդգար Ղազարյան։ Շատ անվտանգ եւ անվնաս ձևով ներկայացվեց ձեր կենսագրության մի հատվածը, հետո մենք պարոն Մանուկյանի շնորհիվ ունեցանք նաեւ դրա ավելի թարմացված տարբերակը, եւ այդ կենսագրության մեջ կար, որ դուք մի քանի անգամ մի քանի գումարումների ազգային ժողովի падգամավոր եք ընտրվել, այդ թվում 2018 թվականին եւ նաեւ հիմա 2026 թվականին։ Ես օրինակ չեմ հարցնում, թե դուք ինչ զգացողություններ եք ունեցել 2018 թվականին ընտրություններից հետո, որովհետև վստահ եմ եղել, որ համոզված եք եղել, որ մարդիկ գնացել են, քվեարկել են ելք դաշինքի օգտին, որովհետև այն ժամանակվա հասարակական տրամադրությունները ոնց որ հուշում էին, որ կարար նման բան լիներ այդ պահին։ Ինձ հետաքրքիր է, թե դուք ինչ զգացողություններ եք ունեցել 2026 թվականի հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը, երբ որ գիշերը ժամը 2-ին падգամավորի տեխնացու Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ շատ անտրամադիր, ես նայում եմ հիմա այդ լուսանկարը, կադրում դուք չկաք, բայց վստահ եմ, որ դուք ընդեղ եք եղել, Ընդեղ էի, կողքից ուղղակի։ Հա, վստահ եմ, որ ընդեղ եղած կլնեք, որովհետև հնարավոր չէր ընդեղ չլնեք, բայց ով որ կա շատ տխուր, թախծոտ, տես մի տեսակ ճլորած, եւ չեմ կարծում, որ դա միայն գիշերվա ու ժամով է պայմանավորված,
բայց ասենք բարձա որովհետև ընդհանրապես ամփոփվել այդ պահին ընտրությունների արդյունքներին մոտ եթե չեմ սխալվում 20 թե 30% հիմնականում փոքր գյուղական բնակավայրի դեռ չի ամփոփվել խոշոր քաղաքներ, այդ թվում Երևան, Գյումրի, Վանաձոր, որտեղ սոցհարցումներով դուք ակնհայտ ավելի թույլ էր ձեր դիրքերը եւ համակարգ հռչակվում է այդ ուժը հաղթող։ Օրինակ ես ուզում եմ իմանամ այդ իշխանազավթման այդ պահին է ձեր զգացողությունները ինչպիսին է եղել եւ դրանք ոնց կհարաբերեք դուք ասենք օրինակ 2018 թվականի ձեր զգացողությունների հետ։ Պարոն Ղազարյան, ես կարծում եմ, որ դուք այնուամենայնիվ նույնիսկ սովորական օրերին, գիշերը ժամը 2-ին չեք ունենում այնքան կայտար տրամադրություն, ինչպես որ ունենում եք, ասենք, առավոտյան 10-ին, եթե քնած չեք իհարկե առավոտյան 10-ին։ Այսինքն նորմալ է, որ կարող է ընտրության օրը, որ բոլորն էլ բավական ինտենսիվ աշխատել են, ինչ որ process-ի մեջ են եղել, հարված են եղել եւ այլը եւ կարող է այդքան կայտար չլինեն։ Բայց ինչպես որ բոլոր դեպքերում, այնպես էլ էստեղ կա իրականություն եւ կա ստոպ կադր։ Հիմա պարոն Ղազարյան, դուք այս պահին ճլորած չեք։ Դուք ասում եք ճլորած բան, դուք ճլորած չեք ակնհայտորեն։ Եվ նաեւ ունեք նորմալ տրամադրություն, երբեմն կարող է նաեւ ժպտում եք։ Բայց եթե մենք վերցնենք ստոպ կադրեր ձեր այսօրվա ամբողջ ներկայությունից կամ ոչ միայն ձեր իմ եւ մյուսների, հաստատ կլինի, ասենք, ճլորած դեմքի արտահայտություն։ Դուք աստիկ ճլորած, դրա համար եմ ես ճլորած ասում։ Ասենք դուք վերցրել էին բան, ստոպ կադրեր մարդկանց, ովքեր որ այդ պահին, ասենք, դե կանգնած խոսում են, ինչ որ իդեպ, հետո մեր գործընկերները հրապարակեցին ուրախ կադրերը։ Այդ նույն տեսանյութի մեջ կային նաեւ ուրախ կադրեր։ Հասկանում եք, պարոն Ղազարյան, դա կյանքն էլ է տենց։ Ֆոկուսի հարց է։ Նայած թե դուք ինչ եք ուզում տեսնել եւ ինչի վրա եք ձեր ուշադրությունը դարձնում, դա էլ տեսնում եք։ Ինչ վերաբերում է պարոն Ղազարյան իշխանազավթմանը։ Ես այնուամենայնիվ ուզում եմ ձեզ հիշեցնել, պարոն Ղազարյան, որ դուք մասն եք եղել մի քաղաքական թիմի, քաղաքական թիմերի, որոնք որ Հայաստանի Հանրապետությունում ունեն իշխանազավթման ամենամեծ պորտֆոլիոն, որոնք որ կազմակերպել են, որոնց օրոք որ կազմակերպվել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն ու տերորը, որոնց օրոք որ Երևանի փողոցներում գնդակահարվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, հետաքրքիր է իմանալ, պարոն Ղազարյան, դուք ինչ հոգեվիճակ ունեիք այն պահերին, երբ որ համագործակցում էիք այդ քաղաքական ուժերի հետ, եւ շատ լավ գիտեիք, որ նրանք պատասխանատու են եղել հոկտեմբերի 27-ի ահաբեկչության համար։ Շատ լավ գիտեիք, որ նրանց ձեռքերը արյունոտ է Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացիների արյունով։ Շատ լավ գիտեիք, որ նրանք զբաղվել են համակարգված թալանով տասնամյակներ շարունակ։ Շատ հետաքրքիր է, պարոն Ղազարյան, թե դուք ինչ զգացողություններ ունեիք այդ ժամանակներում, ինչպես նաև հիմա։ Եթե արձագանքի ժամանակ կիսվեք մեզ հետ, ես երախտապարտ կլինեմ։ Արձագանք մի սեղմեք։ Միշտ չի որ պետքա սեղմել, դուք սպասեք կմիանը։ Ես ճիշտ ասած այդ կադրում գտնվող մարդկանց վիճակը նկարագրելուց մի քանի հոմանիշներ գործածեցի, չգիտեմ թե ինչի ձեզ ավելի հոգեհարազատ թված ճլորածը, բայց ես մի քանի հոմանիշ։ Ձեզ նայելով, բայց ինձ ինձ ավելի հետաքրքիր էր պատասխանի երկրորդ մասը, բովանդակությունը, որ երբ որ տեղի է ունենում իշխանազավթում, ինչ զգացողություններ են ունենում են մարդիկ, երբ որ կանգնացվում է ձայների հաշվարկը եւ այն վերսկսվում է ժամը 7-ին եւ արդեն հնչեցվում են այն թվերը, որոնք հնչեցվել էին ժամը 2-ին ձայների հաշվարկը։ Ինձ դա էր ավելի շատ հետաքրքիր։ Իսկ իշխանազավթման նախորդ իշխանությունների ժամանակաշրջանի հետ կապված ես կարծում եմ այս դահլիճում ձեր խմբակցության առաջի շարքի բազմաթիվ падգամավորներ ձեզ ավելի մանրամասն ինֆորմացիա կտան, որովհետեւ իրանց դիրքը այդ ժամանակաշրջանում եւ ազդեցությունը հանրային կյանքի վրա շատ ավելի մեծ է։ Պարոն Ղազարյան, ես նորից նշում եմ, որ եթե դուք վերցնեք, խնդրում եմ, վերցրեք այդ օրվա այդ ճեպազրույցի ասուլիսի ամբողջական տեսանյութը, նայեք եւ այդ տեսանյութը նայելուց հետո, եթե դուք իսկապես ազնիվ եւ անկեղծ գտնվեք, եկեք այդ նույն հարցը ինձ տվեք։
Եվ այդ ժամանակ ես ձեզ կպատասխանեմ, թե ես ինչ զգացողություն ունեի, եւ դուք էլ կպատասխանեք, թե դուք ինչ զգացողություն ունեիք, երբ որ հայտնաբերեցիք, որ մենք այդքան էլ տխուր չենք եղել այդ կադրում։ Ինչ վերաբերում է հայտարարելու ժամին, պարոն Ղազարյան, դուք բավական փորձառու մարդ եք, եղել եք արտակարգ, դեսպանորդ եւ նախարար, եթե ճիշտ եմ ասում, տարբեր պաշտոններ եք զբաղեցրել, դաշնամուր եք նվագում, շատ ակտիվ գործիչ եք։ Դուք պիտի իմանաք, պարոն Ղազարյան, որ ընդհանրապես ընդունված է ամբողջ աշխարհում ընտրությունների գիշերը, նույնիսկ ավելի վաղ, հաշվի առնելով էքզիտ փոլերը, հաշվի առնելով արդեն եղած բավականաչափ շեմը ձայների հաշվարկի տոկոսային հարաբերությունը, բազմաթիվ ժողովրդավարական երկրներում արդեն քաղաքական ուժերը իրենց գրասենյակներում հայտարարում են ընտրության ընդհանուր պատկերը։ Դա նորություն չի։ Շնորհակալություն, Հարություն Մնացականյան։ Ողջույն ձեզ, քանի որ ես եւ Հայկ Կոնջորյանը նույն մարզից ենք, շատ մոտ բնակավայրերում ենք ապրել եւ առիթ եմ ունեցել միշտ գնալ Չարենցավան հետ վերադառնալ, մի անգամ հետաքրքիր պատմություն եղավ, իմ ծանոթներից մեկը խոսելով Հայկ Կոնջորյանի մասին, ասես դու տեսել ես լրագրող Հայկ Կոնջորյանին, ով արդարության մարտիկ է, կարծես, ու մեր Չարենցավանցին է, մեր զեմլյակն է, այսպես ասած։ Եվ ես շատ կուզեի իմանալ 2015-16 թվականների արդարության մարտիկ Հայկ Կոնջորյանը ինչ մեկնաբանություն կտար, եթե տեսներ մի երաշխով 10 տարի հետո 2026 թվականին ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Հայկ Կոնջորյանի մասին, ում մասին մոտ 10 օր ամբողջ լրատվականներում սկանդալային նյութերից բացի այլ նյութեր չկան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեր հարցի համար, եթե այսպես ռետրոսպեկտիվ հետ գնամ այդ Հայկ Կոնջորյանի աչքերով նայեմ, այս Հայկ Կոնջորյանը դժվար է խոստովանեք, բայց այնուամենայնիվ ես կհասկանայի, որ փաստորեն 8 տարի քաղաքական գործունեությամբ զբաղված, 8 տարի ազգային ժողովի ամենաակտիվ падգամավորներից մեկը եղած, 5 տարի կառավարող խմբակցության ղեկավար եղած Հայկ Կոնջորյանի անձի մասին, անձամբ իր մասին, անձամբ իր գործունեության մասին որևէ հակափաստարկ չկա, որևէ կոմպրոմատ չկա, որևէ հակաթեզ չկա, որևէ ասելիք չկա։ Դրա համար փորձ են անում թիրախավորել Հայկ Կոնջորյանի հարազատներին, որպեսզի խփեն Հայկ Կոնջորյանին։ Եվ դա այդ Հայկ Կոնջորյանի համար կարծում եմ, որ հաճելի գնահատական կլիներ, պարոն Մնացականյան, որովհետև եթե դուք ուշադիր նայեք այդ պատմություններին, այդ պատմությունների մեջ վիթխարի քանակություն fake news գոյություն ունի։ Ես ուղղակի չեմ կարող հասցնել այս մի քանի րոպեների ընթացքում այդ fake news-ներին անդրադառնալ, բայց ուշադրությամբ հետևելու եմ հետո նաև տրված հարցերին, նաև մամուլում եղածների մասով իրավաբանների հետ հիմա խորհրդակցություն ա գնում զրպարտությունների մասով հայցեր ներկայացնելու վերաբերյալ։ Ես դուք ճիշտ նշեցիք, որ ժամանակին զբաղվել եմ հրապարակախոսական գործունեությամբ։ Եվ ես իմ հրապարակախոսական գործունեության ընթացքում խոսել եմ գրեթե նույն բաների մասին, ինչի մասին որ խոսում եմ այսօր։ Ես խոսել եմ արդարության մասին, ես խոսել եմ ժողովրդավարության մասին, ես խոսել եմ ժողովրդավարությունը ապականողների եւ ասպատակողների մասին, ես խոսել եմ ինքնիշխանության պաշտպանության մասին, ես խոսել եմ այն նույն մարդկանց մասին այն ժամանակ։ Ում մասին որ ես այսօր խոսում եմ, ուղղակի տարբերությունն է եղել, որ այն մարդիկ այն ժամանակ եղել են իշխանություն, այսօր այդ մարդիկ ընդդիմություն են։ Ընդդիմություն են քաղաքական կարգավիճակով, բայց ունեցած ռեսուրսների քանակով այդքան էլ ընդդիմություն չեն, որովհետև Հայաստանի Հանրապետության պատմության մեջ չի եղել այդպիսի բան, որ ընդդիմությունը տասնապատիկներով, սեփական ռեսուրսներով, փողով, ունեցածքով, ամեն ինչով, մեդիաներով, ամեն ինչով այնքան առավելություն ունենա իշխանության նկատմամբ, ինչքան որ այսօր կա։ Այսօր ձեր խմբակցություններում առնվազն իմ տեղեկատվությամբ $2 միլիոնատեր կա։ Եթե մի հատ ձեր, մի հատ այն խմբակցությունը։ Դուք միլիոնատեր չեք, բան, դուք դրամով եք միլիոնատեր, բան։ Եթե մեր խմբակցությունում չկա։ Եվ ձեր խմբակցությունների ես ձերի մասով վստահ չեմ, բայց մյուս խմբակցությունը ապօրինի գույքի բռնագանձման օրենքով ահռելի մեծ մի հատ պորտֆոլիո ունի։ Ես այն ժամանակ էլ եմ դրա մասին խոսել։ Այն ժամանակ ես ունեցել եմ հաղորդումներ, որ հրապարակախոսական, որոնք եղել են գողապետության մասին են եղել այդ բաները։ Այդ գողապետության ներկայացուցիչները այսօր ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով հիմա հայցերի տակ են։ Բայց որ արձագանքեք, ես շահ։ Արձագանք։
Պարոն Կոնջորյան, հիմա ուզում եք ասել, որ ինչ լրատվականներով հնչել է, դա ամբողջությամբ fake է, նման ոչինչ տեղի չունեցել։ Ավարտեցիք։ Այո։ Ես կնոջս աշխատավարձի եւ կնոջս աշխատանքի ընդունվելու եւ մնացած հանգամանքներին անդրադարձա եւ պարզաբանումները ներկայացրեցի։ Մնացած պարզաբանումները, պարոն Նացականյան, որոնք որ վերաբերելի են տարբեր գերատեսչություններ, օրինակ մրցույթի անցկացման չափանիշներին եւ այլն, ես այդտեղ իրավասու անձ չեմ, ես տեղեկատվություն տիրապետող չեմ։ Եթե նույնիսկ լրագրողները ինձ հարց տան կամ հարցում ուղարկեն, ես չեմ կարող այդ հարցերին պատասխանել, որովհետեւ ես չեմ կարող վերազանցել իմ լիազորությունները եւ ես չունեմ էլ այդ տեղեկատվությունը։ Մնացած հարցերով, եթե կհնչի կոնկրետ հարցը պիտի լինի կոնկրետ, որպեսզի ես կարողանամ կոնկրետ պատասխան տալ։ Բայց նախորդի հարցով, որպեսզի չստացվի, որովհետեւ հնչեց ու ես չեմ արձագանքել, ես հայտարարություն եմ արել եւ ես այդ հայտարարությունը ընդհանուր գծերով կրկնում եմ։ Ինձ համար դատապարտելի է ցանկացած տեսակի ընդդիմություն, ֆիզիկական, հոգեբանական, ցանկացած տիպի բռնություն, ներողություն, աստծի ընդդիմություն, այնքան ընդդիմությունից խոսացին։ Ինձ համար դատապարտելի է ցանկացած տիպի բռնություն, հոգեբանական, ֆիզիկական, ցանկացած տիպի բռնություն ինձ համար դատապարտելի է եւ այդ հարցի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ եւ ես վստահ եմ, որ պատասխանատվություն են կրելու այդ մարդիկ։ Եթե ունեք կոնկրետ հարց, ես հավելյալ Շնորհակալություն, Նարեկ Կարապետյան։ Պարոն Կոնջորյան, ինչքան շահաբաժին է վճարվել, ինչքան դիվիդենդ է վճարել Հայ Post ընկերությունը պետական կառավարման անցնելուց հետո։ Պարոն Կարապետյան, շնորհակալություն հարցի համար։ Ես ուզում եմ իլուր ձեզ եւ բոլորին ասել, որ ես Հայ Post ընկերության տնօրենը չեմ։ Հայ Post ընկերության տնօրենը իմ կինն է եւ ես Հայ Post ընկերության օպերացիոն աշխատանքային հարցերին չեմ խառնվում։ Հայ Post ընկերության վճարած դիվիդենդների, Հայ Post ընկերության գործունեության վերաբերյալ դուք կարող եք ձեր հարցերը ուղղել Հայ Post ընկերությանը համապատասխան սահմանված կարգով, դուք կարող եք նաև շուտով լինելու են կառավարության այդ հարցու պատասխաններ, դուք կարող եք կառավարությանը դիմել, Հայ Post ընկերությունը գտնվում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներքո, դուք կարող եք նաև իրենցից այդ ճշտումները անել։ Ես իրավասու չեմ եւ այս քննարկումը այն մասին չի, թե Հայ Post ընկերությունը որքան դիվիդենդ է վճարել։ Այս քննարկումը իմ տեխնացության մասին է, հետևաբար, պարոն Կարապետյան, եթե դուք ունեք հարց իմ տեխնացության կամ թեկուզ այդ նույն թեմայի վերաբերյալ, բայց ոչ տեղեկատվության հարցում, ինչպես որ դուք հիմա հարցնում եք, բնականաբար հարցրեք Հայ Post ընկերությանը եւ նրանք այդ մասին ձեզ պատշաճ տեղեկություն կհաղորդեն, բայց ես էլ օգտվելով առիթից, քանի որ դուք պետք է արձագանքեք, շատ է խոսվել այն մասին, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, թոշակառուների վրա հավելագրումներ է արել մանկապարտեզների վրա, դպրոցների վրա, նույնիսկ հրապարակումներ են եղել, որ զորամասերի վրա հավելագրումներ արել։ Օգտվելով ձեր արձագանքի հնարավորությունից, պարոն Կարապետյան, խնդրում եմ, ասեք, ունեք արդյոք դուք տեղեկատվություն, թե որքան հավելագրումներ է արել Հայաստանը փրկելու առաքելությամբ եկած ուժեղ Հայաստանը, դուք, ձեր ընտանիքը, ձեր հորեղբայրը, Հայաստանի էլեկտրական ցանցերը որքան հավելագրումներ է արել մեր թոշակառուների, մեր տատիկ պապիկների վրա, զորամասերի վրա, ինչպես որ նշվել են տարբեր հրապարակումներում, դպրոցների եւ մանկապարտեզների վրա, այսա իսկապես քաղաքական նշանակություն ունեցող հետաքրքիր հարց է, որը հաստատ հուզում է մեր հայրենակիցներին եւ ես վստահ եմ, որ դուք ունեք այդ տեղեկատվությունը, որովհետեւ ի տարբերություն ինձ, ով Հայ Post-ի տնօրեն չի, դուք, պարոն Կարապետյան, եղել եք Հայաստանի էլեկտրական ցանցերի Ինչն եք եղել։ Խորհրդի նախագահ, պատկերացնում եք։ Մի ամբողջ խորհրդի նախագահն եք եղել դուք, պարոն Կարապետյան։ Խնդրում եմ, ինչպես։ Պարոն Ղազինյան, դուք էլ տնօրենն եք եղել, տեսեք։ Բինգո։ Երկուսով էլ եք եղել։ Դուք էլ տնօրենն եք եղել։ Արձագանք։ Պարոն Կոնջորյան, պետական կառավարում ստանձնելուց հետո Հայ Post-ը Հայաստանի Հանրապետությանը վճարել է 0 դրամ դիվիդենդ։ Ավելացրել է բազմաթիվ կետերով սակագները, վճարել է 0 դրամ, նրանից հետո, երբ կառավարումը վերցվել է, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանի ընկերությունից։ Հիմա գլխավոր հարցը, որը մեզ բոլորիս
համար շատ կարևոր է։ Դուք վերցնում եք ընկերությունները մասնավոր կառավարիչներից եւ սեփականատերերից, կառավարում եք, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0% շահաբաժին։ Սա ձեր տնտեսական քաղաքականության դեմքն է։ Եվ վերջում ձեր ուժը ստանում է ընդամենը մի բան՝ մի հաստիկ։ Այնտեղ։ Շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, տեսեք, նախ պարոն Թունյանը, երբ որ ասում էր ինքը կպատասխանի, ենթադրում եմ նկատի ունենալով այն հանգամանքը, որ պարոն Թունյանը, եթե չեմ սխալվում, դուք ժամանակին եղել եք խորհրդի անդամ, հայփոստի կառավարման խորհրդի անդամ ա եղել եւ բնականաբար որպես մարդ, ով ներսից տիրապետում է այդ process-ներին, վստահ եմ շատ ասելիք կունենա։ Բայց ինչ վերաբերվում է, ես հասկանում եմ, որ դուք հղում եք անում Հայաստանի էլեկտրական ցանցերին։ Ինչ վերաբերում է Հայաստանի էլեկտրական ցանցերին, Հայաստանի էլեկտրական ցանցերը ստրատեգիական կառույց է եւ Հայաստանի էլեկտրական ցանցերի եւ Հայաստանի էլեկտրական ցանցերի վերաբերյալ հրապարակումները, երբ որ արդեն նշանակվեց կառավարության կողմից կառավարիչ եւ բացահայտվեցին այն ահռելի խախտումները, այն հավելագրումները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, այն ահռելի ֆինանսական աճպարարությունները։ Ես իդեպ մի բան ասեմ, եթե դուք հաստատ հետևել եք, պարոն Ղազինյան, երբ որ 2024 դուք գիտեք, ես հասկացա, որ բանով էիք նայում, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ներողություն 30 վայրկյան, էլի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը 2024 թվականին կազմակերպեց հեծի վերաբերյալ հանրային քննարկում ազգային ժողովի 334 դահլիճում եւ խմբակցությունը քարի վրա չթողեց հեծի կառավարում այն ժամանակ հեծից մարդ չկար հրավիրված նախկին ՀՑԿՀ նախագահներ եւ այդտեղ մենք հասկացանք այն այլանդակությունները որ տեղի են ունեցել հեծում ու դրանից է նաեւ սկսվել այդ ամբողջ պատմությունը խորհրդարանական վերահսկողության շրջանակներում խմբակցությունը բացահայտեց այնպիսի խախտումներ որոնք որ պարզապես ապշեցրել էին բոլորին եւ հասարակությանը Արթուր Խաչատրյան Պարոն Կոնջարյան, այո դուք հայփոստի տնօրենը չեք եւ որևէ մեկս տնօրենը չի, բայց բաց աղբյուրներից երևում է, որ 2025 թվականին վնասը կազմել է 523 միլիոն դրամ։ Այսինքն վնասով աշխատող ընկերությունը ինքնաբավությունը ինչի հաշվին է ապահովում պետական բյուջեից, բաժնետիրոջից, որտեղ փակ բաժնետիրական ընկերությունը եւ ստեղ ակնհայտ է գործակալ պրինցիպալ հակասությունը լավ այնպես որ այո պետական աշխատող չի ձեր տիկինը եւ բյուջեից չի ստանում ուղղակիորեն բայց լինելով ՓԲ-ի տնօրեն որի բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է գումարը գնում է բյուջեից որովհետեւ սա վնասով աշխատող ընկերություն է այլ տարբերակ չկա նույնիսկ եթե պարտք է վերցնում այդ պարտքը Ինչի հաշվին է բացակ, լավ մնացորդ։ Դա երևի ելույթով կխոսեմ, բայց դա պետք է ուշել վնասով աշխատող ընկերության տնօրենը ստանում է բարձր աշխատավարձ, ասում եք դա բյուջեից չի, բայց որտեղից է դեֆիցիտը փակվում։ Երևի ճիշտ կլինի ՓԲ-ին իհարկե հարցում անցկացնել, բայց եթե կարող եք դրան անդրադառնալ, խնդրեմ։ Հարցս ուրիշ բան է, տեսեք դուք ասում եք այո մենք սխալվել ենք։ Բնականաբար ցանկացած մարդ էլ սխալվում է, հետո սխալը ուղղում է եւ պրոգրեսի էությունը դրանում է։ Դիալեկտիկան է դրանում է։ Բայց ես եմ հասկանամ, սխալը գիտակցելը արդյոք մեղքից ազատում է թե չէ։ Գիտեք ինչ եմ ասում, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում էր, այո, ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ։ Ձեր այդ սխալների արդյունքում մենք ունեցանք հազարավոր զոհեր։ Մենք ունեցանք կորուստներ, մենք ունեցանք ադրբեջանցիներ, ովքեր բուն են դրել Հայաստանի Հանրապետության տարածքում եւ լկտիությունը ասել են աստիճանի, որ Հայաստանին պարտադրում են փոխել սահմանադրությունը։ Հստակ եմ ես խնդրեմ բացատրեք։ Ձեր կարծիքն եմ ուզում եմ իմանալ։ Պերճախոսաբար, արդյոք սխալի գիտակցելը ազատում է պատասխանատվությունից։ Ավարտեք։ Պարոն Խաչատրյան, նախ պարտք չի վերցնում բայց ես ձեզ առաջարկ տեսեք դուք չգիտեիք որ պարտ չի վերցնում եւ պարզվեց որ բազմաթիվ գործընկերներ լիքը բան չգիտեին Տիկին Խամոյանը չգիտեր եւ դա իմ համար զարմանալի չէր այսինքն դուք տալիս եք հարցեր որոնց վերաբերյալ այդ հարցի բուն էության վերաբերյալ դուք բավականաչափ ինֆորմացված չեք Ինչպես որ շատ-շատերը ինֆորմացված չեն ու ասում են, որ հայփոստից պետական բյուջեից մարդիկ ստանում են վճարումներ այն դեպքում, երբ որ հայփոստ ընկերությունը 100% ինքնաֆինանսավորվող է։ Ու երբ որ դա ասում են գործընկերները, երբ որ ասենք կներեք էլի, դուք հիմա փորձում եք մեր
գործընկերների, տարբեր գործընկերների, ընտանիքի անդամների, բարեկամների, այս կամ այն պետական կառույցում կամ պետականի հետ առնչվող կառույցների վերաբերյալ լեգենդներ հյուսել, բայց հետո դրանից ընդամենը 5 րոպե հետո պարզվում է, որ դուք էլ եք ախր այդտեղ։ Ձեր հարազատներն էլ են աշխատում այդտեղ ու հենց պետական կառույցում։ Տիկին Գրիգորյանի հայրիկը աշխատում է շրջակա միջավայրի նախարարությունում։ Հələ, բայց աշխատել է մինչև վերջերս։ Պարզվեց, որ պարոն Մանուկյանի կինը աշխատում է ազգային եւ լավ է անում, ժողովուրդ ջան։ Բայց ես զարմանում եմ ուղղակի այս բանի վրա, հասկանում եք, երկակի ստանդարտի վրա, որ դուք բյուջեից վարձատրվող ձեր ազգականների մասին չեք հիշում, բայց բյուջեից չվարձատրվող այլ մարդկանց մասին լեգենդներ եք պատպեցնում։ Հայփոստը ունի 3300 աշխատակից եւ 800 բաժանմունք եւ Հայաստանի Հանրապետության ամենամեծ կառույցներից մեկն է։ Պարոն Մանուկյանը ունի ընդամենը 1 օգնական։ Եվ պարոն Մանուկյանը կամ Տիկին Խամոյանը, որ ստանում են համարյա 1 միլիոն դրամ աշխատավարձ, եւ 5 տարի գրեթե գործի չեն եկել եւ այդ աշխատավարձը ստացել են հարկատուներից, հիմա հարց են տալիս մի մարդու մասին, ով ղեկավարում է կառույց, որն ունի 3300 աշխատակից եւ 800 բաժանմունք եւ չի վճարվում պետական բյուջեից։ Լավ եք անում, որ հարց տալիս եք, ես խնդիր չեմ տեսնում դրա հետ, ժողովուրդ ջան, բայց որ դուք դա փորձում եք քաղաքականապես գործի քայնացնել, դուք քաղաքականապես գործի կայնացնում եք, որովհետեւ խնդիրը իմ կնոջ հետ չի, խնդիրը իմ հետ է։ Ձեր խնդիրը իմ հետ է, չէ՞։ Ձեր խնդիրը այն չի, որ հայփոստի տնօրենը ստանում է այդքան աշխատավարձ, որովհետեւ եթե ձեր խնդիրը հայփոստի տնօրենի աշխատավարձի չափի հետ լիներ, դուք միջև հիմա դրա մասին կխոսայիք։ Բախի եք հիմա խոսում դրա մասին, երբ որ ես որպես ԱԺ տեղակալի տեխնացու եմ այստեղ հանդես գալիս։ Դա ցույց է տալի այն փաստը, որ դուք ըստ էության փարիսեցությամբ եք զբաղված, եթե փորձեմ մեղմ արտահայտվել եւ օգտագործելով պարոն Խաչատրյան, ինչպես ասում եք, իմ ճարտասանությունը, չօգտագործել այնպիսի բառեր, որոնք որ հարիր չեն մեր այսօրվա այս 2 օրերի քննարկումների ոգուն։ Իսկ սխալի մասին ձեր արձագանքից հետո կպատասխանեմ։ Սխալի մեղքի ընդունելու փիլիսոփայական դիլեմայի մասին։ Արձագանք։ Պարոն Կոնջարյան, վստահ եմ դուք Քաջարի զինվոր Շվեյկի արկածները կարդացել եք։ Այս Շվեյկը պատմում մի մարդու մասին, ով յուրահատուկ տաղանդ ուներ հարցերից խուսափելու։ Ասում են, այս տարի սալոր կերել եք, ասում եմ սալոր չեմ կերել, բայց Մարոկոյի սուլթանը պատվարժան մարդ է։ Ես ձեզ ինչ եմ հարցնում, դուք ինչ եք պատասխանում։ Լավ, հայփոստին անդառնում, ասեմ 523 միլիոնի վնաս ունի։ Դուք ասում եք պարտք չի վերցնում, շատ լավ, բա որտեղից է այդ վնասը փոխհատուցում։ Որտեղից։ Ուրեմն կամ պետությունից պետքա փոխառություն ստանա, կամ գնա որպես ՓԲ բանկից ստանա, ինքը դեֆիցիտով աշխատող ընկերություն, եթե ճիշտ է, որը չենք վիճարկում, որովհետև հաստատ կվիճարկեր ՓԲ-ն։ Այսինքն վնասով աշխատող ընկերության ղեկավարը ստանում է բարձր աշխատավարձ, դուք ասում եք դա պետությունից չի, դա բյուջեից չի։ Հաշիվը ով է փակում։ Պետական փակ բաժնետիրական ընկերությունն է։ Հանրությունն է փակում։ Հանրային միջոցներ են, հետևաբար ձեր այդ պնդումը, որ հանրության վրա ծախս չկա, առ ոչինչ է։ Լավ, հիմա էլ մեղքի եւ մնացածի մասին էլի Պարոն Խաչատրյան, անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում ոնց կարելի է խուսափել հարցից։ Եթե պատասխանից գոնե ասեիք, հա, հարցին պատասխանելուց գոնե ասեիք, ես կհասկանայի, բայց ես ինձ թվում է մենք տարբեր լեզուներով ենք խոսում։ Ես ձեզ հանգամանալից բացատրեցի եւ պարզվեց, որ նաեւ դուք որոշ տվյալների չեք տիրապետում։ Ես հիմա ձեզ խնդրում եմ, որ դուք որպես падգամավոր համապատասխան հարցումներ կատարեք հայփոստի գործունեության վերաբերյալ եւ ստացեք ձեր հարցերի պատասխանները։ Ձեր հարցադրումը քաղաքական հարցադրում է։ Ձեր հարցադրումն այն մասին չի, թե հայփոստը որպես պետական ՓԲ-ի որքան արդյունավետություն է ապահովել։ Ձեր գործընկերների հարցադրումը այն մասին է, թե արդյոք Հայկ Կոնջորյանը միջամտել է, որպեսզի իր կինը նշանակվի հայփոստի տնօրեն։ Ես ոսկեղենիկ հայերենով մեծրոպատար բանավոր ասեցի, որ ոչ, ես չեմ միջամտել եւ ես չէի կարող միջամտել, որ իմ կինը մինչեւ այդ 5 տարի ղեկավարել է այդ ընկերությունում վարչություն, որ իմ կինը դրանից առաջ եւս ստացել է բավական բարձր աշխատավարձ աշխատելով միջազգային կազմակերպությունում եւ 10 տարի առաջ ստացել է այնքան աշխատավարձ, ինչքան որ դուք եք հիմա ստանում այստեղ նստած հարգելի գործընկերներ։ Եվ ես ասեցի նաեւ, որ բոլոր նախորդ տնօրենները եւս ստացել են ավելի բարձր աշխատավարձ աշխատելով վնասով։ Խնդրում եմ, իրականությունը ամբողջապես ներկայացրեք, ոչ թե միայն այն, ինչ որ ձեզ պետք է, ձեր թունելի բանից էլի, ելքից
նայող իրականությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Կոնջորյան, հարցերն ավարտվեցին, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարգելի